Ես ասում եմ տատոնց գյուղը դրանով է տարբերվում, որ գալիս ես, առաջի գործը հաց ես ուտում, կերակրում են նոր մնացածը։ Սիրելի հաղարծինցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում ենք բոլորիդ, բարի լույս։ Բարի լույս։ Եվ մենք արդեն խոսեցինք, նախ ես ուզում եմ անդրադառնալ եւ շնորհակալություն ասել իմ եղբայրներին, ովքեր Դիլիջանում մուտքի մոտ տենց վիլիսներով մեզ շատ ճոխ դիմավորեցին, մի հատ խնդրում ենք մեր ծափերի իրանց, բայց այդ պատմություն ու նախապատմություն ունի։ Ես ուզում եմ 2019 թվին հենց այս նույն տեղը շատ լարված խոսակցություն ենք ունեցել իրար հետ։ Ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, մենք պետք է փոխենք մի քիչ մեր ընկալումը, որովհետև անտառ չկտրելով կարելի է ավելի շատ եկամուտ ստանալ, քան անտառ կտրելով, եւ այն ժամանակ այդ լարվածությունը կար, նույնիսկ իմ ազգականները, իմ հարազատները, ասենք շատ լարված էր այդ բանը, որ ես անդադ այդ էի ասում, այդ ուղղությամբ էի տանում, եւ հետո, երբ որ ամեն անգամ պարզ է 100%-ով չի լինում փակել, բայց խստությունները, որ շարունակում ենք, հետո գնալ գալիս տենում եմ ճանապարհին Վիլիսա կանգնում, տենում եմ այդ վիլիսները սկսել են գույնը փոխել, սկսել տենամ այդ վիլիսների թափքում արդեն նստատեղերը հայտնվել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, անկեղծ եմ ասում, մեկ-երկու սկզբից մտածում էի, որ ուղղակի կանգնած են, մեկ-երկու հարցրի ասի այդ վիլիսները ինչ որ մի բան են ինչի են կանգնում, պարզվեց, որ զբոսաշրջիկների են տանում դիմաց սար, եւ ես նոր էլ տղերքին ասի, դա ամենակարևոր բանն է, որ մենք իրար հետ արել ենք, դա շատ կարևոր բան է, եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, որ այնուամենայնիվ այդ լարված խոսակցությունից հետո մենք այդ բանը արել ենք, եւ ես ուրախ եմ, հիմա գալիս եմ տեսնում եմ բանի մոտ այնտեղ ավտոբուսներ են կանգնացնում, շատ հաճախ, հիմա էլ զբոսաշրջիկների թիվը 2026 թվականի հունվար-ապրիլին ավելի քան 30%-ով ավելացել է, ես հույս ունեմ ստեղ նաև զգացվում է դա, չի կարա չզգացվի, եւ դա շատ լավ նորություն է Հաղարծին գյուղի համար եւ բոլորիդ շնորհավորում եմ, որովհետեւ այո, այս անտառները, այս բնությունը, որ կա, դրանք մեծ հարստություն են եւ մենք պետք է անենք, որ սերնդեսերունդ այդ հարստությունը մտնի տներ, ամեն տներ, այստեղ ապրող իրական մարդու տուն եւ դա իրականություն է դառնում։ Գնալով, որովհետեւ այսօր քանի բանի Թեղուտի մասին էլ է, միայն Հաղարծինը չի դե Հիմա Թեղուտը առանձին վարչական միավոր է, վարչական շրջան է, Թեղուտ եւ Հաղարծին վարչական շրջանները, բնակավայրերը, բոլորիդ դրա համար շնորհակալություն եմ հայտնում։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ բանի մասին էլ խոսել, ժողովուրդ ջան։ Դե Հաղարծին գյուղի տեսքը փոխվել է, չգիտեմ, երիտասարդները կհիշեն թե չէ, բայց մյուս ափին մեծ թաղամաս կար Հաղարծին գյուղում, որը Սողանցքի պատճառով ամբողջը վերացավ եւ գիտեք նաեւ որ երկաթուղին էր անցնում այստեղով եւ այս Սողանքի պատճառով քանդվեց։ Ու բնականաբար մենք անընդհատ մտածել ենք երկաթուղու հետ կապված, բայց այնքան մեծ ներդրումների հետ այդ ամեն ինչը կապված եղել, որ նույնիսկ լուրջ չի եղել դրա մասին մտածելը։ Բայց այս վերջերս խաղաղությունից հետո, խաղաղության հաստատումից հետո ինչա պարզվել, որը մենք նույնիսկ չեն, ես օրինակ ինձ դրսի փորձագետներն են դրա մասին ասել են, որ արևելքից եւ արևմուտք, արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով եւ կոնկրետ անցնում է Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով, այսինքն պատկերացրիք չէ, Հայաստանի հյուսիսային հատվածով։ Այս շատ մեծ նորություն էր ինձ համար եւ նաեւ, բայց սա նաեւ նշանակում է որ այդ ճանապարհը եւ ավտոմոբիլային եւ նշանակում է որ երկաթուղային ճանապարհն էլ անցնում այս տեղով եւ հիմա մենք լրջորեն մտածում ենք թե ինչքանով է հնարավոր որ մենք երկաթուղին վերականգնենք այստեղ նրբությունը ինչն է ենթադրենք $500 միլիոն արժի երկաթուղու այս հատվածը վերականգնել եթե $500 միլիոն դրվում է եւ չկա վստահություն որ հետա գալու այդ փողը Բնականաբար ոչ մեկ չի դնի, որովհետև այդ բանը երբեմն չի ընկալվում, փողը դնում են նրա համար, որ ավելի շատ փող բերի։ Բայց հիմա մենք մտածում ենք հետևյալի մասին,
իհարկե ախուրիկի հատվածի երկաթուղին կառուցում ենք, բայց գիտեք, որ այս հատվածը ինքը գնում է ծրվում է, չի մտնում լոռու մարզ, կամ եթե մտնում էլա լոռու երկաթուղուն չի մտնում, եւ հիմա շատ մեծ պոտենցիալ եմ ես տեսնում, որպեսզի մենք այս երկաթուղին վերականգնենք, բայց մի նորությունով։ Նորությունը պետք է լինի հետեւյալը։ Այնտեղ բանի հատվածում կա մի հատված, որտեղ Իջևան Հրազդանի ճյուղը եւ Այրում Գյումրու ճյուղը երկաթուղիները իրարից շատ մոտ են եւ մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որ տեսնենք, որ երկաթուղու երկու ճյուղերը միացնենք իրար, եթե դա տեղի ունենա եւ սահմաններն էլ բացվելու են, միանշանակ բացվելու են, այդ նշանակում է, որ երկաթուղու վրա ընդհանուր 500 միլիոն դնելը կարա տրամաբանական լինի, որովհետեւ հետ այդ գումարը հետ կգա եւ հիմա հետազոտություններ են տեղի ունենում այս ուղղությամբ։ Այս եթե տեղի ունենա, սա դարակազմիկ մի իրադարձություն է, դարակազմիկ մի իրադարձություն եւ բնականաբար ես ամեն ինչ կանեմ, որ այդ իրադարձությունը տեղի կունենա։ Բայց նաեւ ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ, որ նախորդ օրը Հայաստանը եւ Միացյալ Նահանգները նախաստորագրեցին TRIP նախագծի մասին համաձայնագիրը։ Եվ դա մի մեծ դարակազմիկ փոփոխություն է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ եթե այդ համաձայնագիրը նայում ենք երեք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը գրառում էր արել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, ինձ աջակցության խոսքեր էր ասել, բայց նաև ինքը մեր ռազմավարությունն էր նկարագրել եւ նկարագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրությունները TRIP նախագծով, որը իդեպ էլի դել չասեմ, որովհետև արդեն ասացի, որ միջանցքային տրամաբանություն ընդհանրապես չկա, հստակ գրված է, որ ծրագիր իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում։ Մի հատ էլ գրած է, որ Հայաստանը իր լիարժեք ինքնիշխանությունը պահպանում է TRIP նախագծի իրականացման բոլոր հատվածների վրա։ Այսինքն այդ թեման մեկ ընդմիշտ փակված է։ Բայց նախագահ Տրամփի գրառման մեջ ինչն էր առանձնահատկությունը եւ որի վրա ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ։ Առանձնահատկությունը այն էր, որ ինքը TRIP նախագիծը դիտում է որպես արևելքից արևմուտք էներգակիրների հոսքի շատ կարևոր եւ էական աղբյուր։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար մեծ պոտենցիալ է բացվում նավթամուղի, գազամուղի տրանզիտից, գիտեք տրանզիտի համար պետքա վճարեն, այդ վճարումները մեծ են եւ սովորաբար վճարում են, ասենք, երբեմն, եթե պետությունը ուզում է, վճարում են գազով, վճարում են նավթով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հիմա նախագահ Տրամփի այդ գրառումը եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ներկա մակարդակը մեծ եւ անսահման հնարավորություններ է բացում մեզ համար։ Եվ այսօր շատ ուժեր կան, Ժողովուրդ ջան, ովքեր ուզում են մեզ վախեցնեն, որպեսզի մենք մեր ձեռը չպարզենք եւ այդ հնարավորությունը չվերցնենք։ Շատ կարեւոր է, որ մենք մեր ձեռը պարզենք, որովհետեւ մենք այդ դարակազմիկ հնարավորությունները դեպի երկար չարչարանքով տառապանքով եկել ենք, հասել ենք այն կետը, որ հիմա մենակ պետքա ձեռներս պարզենք, ուրիշ բան պետք չի անել։ Եվ այդ ձեռները պարզելու գործողություններից առաջիկա ամենակարևորը առաջիկա ընտրություններն են, որովհետև ընտրությունների արդյունքներով որոշվելու է, մենք ձեռներս պարզում ենք եւ անսահմանափակ հնարավորությունները վերցնում ենք, թե մենք ասում ենք չէ, լավ է, պետք չի, մեզ այդքան բարեկեցություն պետք չի, մեզ այդքան անվտանգություն պետք չի, մեզ այդքան խաղաղություն պետք չի, մենք յոլա կգնանք, տենց, այսինքն մենք այսօր արդեն հաղթահարել ենք յոլա գնալու տրամաբանությունը։ Սա չի նշանակում, որ մեր փողոցները ոսկուց են, մեր երկրում պրոբլեմ չկա, տենց բան երբեք չի լինելու, աշխարհում տենց երկիր չկա, որտեղ պրոբլեմ չկա, դա բացառված բան է։ Բայց հիմա մենք յոլա գնալու ռեժիմը հաղթահարել ենք եւ յոլա գնալու գծից 1, 2, 3 առաջին քայլերն ենք անում։ Ինչն է վկայում սրա մասին։ Սրա մասին վկայում է օրինակ առողջության ապահովագրության համակարգը, որ մինչև 18 տարեկան երեխաները պետական բյուջեի հաշվին ստանում են նվազագույն, էս էլ է շատ կարևոր, Ժողովուրդ ջան, որովհետեւ տարընթերցում չլինի ոչ թե առավելագույնը,
այլ նվազագույնը։ Այս շատ կարևոր երաշխիք է, որովհետև առողջության ապահովագրությունը ծածկում է Հայաստանում արկա առողջապահական ծառայությունների 30%-ը, բայց ամենաշատ օգտագործվող 30%-ը։ Եվ նաև երեխեքի համար մենք ապահովում ենք առողջության ապահովագրության էլի նվազագույն փաթեթը։ Մենք դպրոցներ ենք նորոգում եւ կառուցում, մենք մանկապարտեզներ ենք նորոգում եւ կառուցում, մենք ճանապարհներ ենք նորոգում եւ կառուցում եւ այլն։ Ես ուրիշ բան ասեմ, Հաղարծին գյուղի օրինակով այդ բանը կարանք ցույց տանք։ Ես որ երեխա ժամանակ գալիս էի ջարխեչ էի գալիս, բանի իմ քերիների տներում ինձ համար բան կար, այն վաղտ ասում են բոտիկներ, ասում են բոտիկներ։ Ինձ համար բոտիկներ կար, որ ես գամ գյուղ, ասենք, այդ բոտիկները հագնեմ, որ ցեխերի միջով եղանակ անձրևին։ Հաղարծին գյուղում, եթե ես ճիշտ եմ հիշում, գոնե ես չեմ տեսել, ժողովուրդ ջան, ոչ մի անգամ բարեկարգված փողոց չի եղել։ Այս կենտրոնական ճանապարհը շատ թե քիչ թե եղել է, թե չի եղել, բայց ոչ մի անգամ Հաղարծին գյուղում չի եղել սալարկված փողոց, որտեղ հնարավոր լինի անձրևի ժամանակ առանց բոտիկի քայլել։ Հիմա Հաղարծինում արդեն 3 փողոց կա։ Հասկանում ես, կա 3 փողոց, չեմ ասում բոլոր փողոցները այդպիսին են, բայց կա 3, քանի տարեկան է Հաղարծին գյուղը, քանի տարեկան է։ 200 տարվա մեջ առաջին անգամ Հաղարծին գյուղում կա սալարկված փողոց։ Ես այս նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ անցել ենք այդ յոլա գնալունը, եւ եթե մենք այս ճանապարհով քայլենք, այո, այն մյուս տարի 5 տարի հետո Հաղարծինում կլինի տասնյակ փողոցներ սալարկված։ Այս ճանապարհով քայլենք, մենք ժամանակ Հաղարծինում բոլոր փողոցները կլինեն սալարկված։ Սրա մասին է խոսքը։ Այս ամեն ինչը սակայն շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով, որովհետեւ այն տրամադրությունը, այն ուրախությունը, որ Հայաստանում հաստատված է, դա առաջին հերթին խաղաղության շնորհիվ է։ Եվ ես այդ օրինակը ինձ շատ դուր է գալիս, բոլոր տեղերը ասում են, որ մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր, ամենասիրելի անդամն է, այդ ընտանիքի ուրախության պատճառը եւ առիթը։ Այդպիսին է նաև մեր 9 ամսական խաղաղությունը, բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի մի ընդհանրություն եւս։ Եթե նրա նկատմամբ խնամք չտանես, նա չի ապրի։ Եվ այս ընտրությունները դրա մասին են, թե մենք խաղաղության նկատմամբ խնամք տանելու ենք, թե խնամք չենք տանելու։ Էսա եւ խնամք տանելու ձևը այն է, որ գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք այն ուժին, որը բերել է խաղաղությունը եւ որը հետագայում զարգացնելու եւ ուժեղացնելու է խաղաղությունը։ Էսա պատճառը, որ մենք բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև 16-ին քվեարկելը նշանակում է, որ մենք մեր պետությանը տեր ենք, մեր անկախությանը տեր ենք, մեր ապագային տեր ենք, մեր խաղաղությանը տեր ենք։ Եվ շատ կարևոր է, տեսեք ինչ հասկացությունների մասին եմ խոսում, ասում եմ պետություն, ասում եմ անկախություն, ասում եմ խաղաղություն, ասում եմ ապագա, բայց այս բոլոր բարդ հանգույցների հանգուցալուծումը եւ այս բոլոր բարդ հասկացությունների հետագա ճակատագիրը պատկերացնում եք, չէ, մի մարդուց է կախված։ Պատկերացնում եք մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես, երեխեք դուք չէ, որտեվ դուք չեք քվեարկում։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես։
Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ով կա այդ մեկ մարդը ներկայա հրապարակում, այդ մեկ մարդը ուզում եմ որ ձեր բարձրացնի, ով է այդ մեկ մարդը, ով է, եւ ահա այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ եւ պետությանը տեր, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ջարխեչին, Դիլիջանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Ժողովուրդ, երկու կարճ հայտարարություն։ Առաջինը, մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը ժամը 8-ին Իջևանում դոկի հրապարակ, դոկի մոտ դոկ գործանով գիտի նախքին, այսինքն այսօր էլ է դոկի նախքին հրապարակում եւ ժամը ուղիղ 8-ին, ոչ մի րոպե ուշ եւ ոչ մի րոպե շուտ։ Սկսվելու է հավաքը ուղիղ 20:00-ին։ Այնտեղ ելույթներ կլինեն, կանչեն ելույթներ, ես էլ ելույթ կունենամ, բայց նաեւ վարչապետի հետ ձեզ համար կնվագեմ իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։